Արման Եղոյան, Արտուր Հովհաննիսյան, Հայկ Գոնջորյան, Լևոն Քոչարյան։ Արթուն ենք շարժման անունից, նամակներ փոխանցվեցին ազգային ժողով, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց հայտնելու առաջարկով։ Շարժման անդամ Էդգար Ղազարյանի անունով պատրաստվել է 107 նամակ և 107 նամակներն ուղարկվել են 107 պատգամավորներին խորհրդարանի, թե ընդդիմադիրներին, թե իշխանականներին, նրանց առաջարկում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Մեկ պատգամավոր կարա սկսի։ Իդեպ ասեմ, ստե վարչապետի անվանում այդքան կարևոր չի հաջորդ վարչապետի, որովհետև այս գործընթացը չի կոչվում այսինչանին վարչապետ ընտրելու գործընթաց։ Էսի կոչումը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ուղղակի սահմանադրության պահանջն է, որ պիտի լինի վարչապետի թեկնածու, այսինքն գլխավոր խնդիրը ոչ թե ինչ-որ մեկին վարչապետ կարգելն է, այլ գլխավոր խնդիրը վարչապետին հեռացնելն է։ Վարչապետին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել պատգամավորների թվի առնվազն 1/3-ը, միայն այն դեպքում, երբ որոշման նախագծում միաժամանակ առաջարկվում է նաև նոր վարչապետի թեկնածուի անունը։ Այստեղ շարժման մասնակիցները, շարժման առաջնորդները ասացին, որ այդ առումով իրենք պատգամավորներին որևէ պարտադրանք չունեն։ Վարչապետի թեկնածուի հարցում ամբողջությամբ ազատ ենք թողել իրանց եւ անվերապահ, ես դες ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, կաջակցենք ցանկացած իրանց կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին առանց որևիցե վերապահման։ Վարչապետին անվստահություն հայտնելու դեպքում թե որոշման նախագիծը ներկայացնելու համար, թե արդեն որոշումն ընդունելու համար պետք են իշխանական խմբակցության ձայները։ Իշխանական խմբակցության պատգամավորներից սակայն մինչ այս պահը բացառել են, որ որևէ դեպքում կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Շարժման մասնակիցները սակայն այստեղ նշում էին, որ այդ առումով իրենք ունեն հնարավոր սցենարներ։ Հենց մեր պատգամավորները սկսեն impeachment-ի, ինչ որ մեկը պատգամավորի սկսի impeachment-ի գործընթաց, բնականաբար միանգամից պետքա կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա։ Իդեպ, մինչ խորհրդարանում պատգամավորները կարձագանքեն այս նախաձեռնությանը, շարժման մասնակիցները նաև հանդիպումներ են փորձելու ունենալ հայաստանյան քաղաքական դաշտի հետ։ Մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Գետնի վրա այդ բոլոր process-ները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները։ Նշեմ, որ պատգամավորներին ուղարկված նամակներում նաև գրված է այն տեքստը, որը որ շարժման անդամները ասում են, որ կարող են պատգամավորները հենց այդ տեքստը վերցնել եւ որպես որոշման նախագիծ դնել շրջանառության մեջ եւ ստորագրել հենց այդ տեքստի տակ։ Այդտեղ ըստ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմնավորումները կառավարության 2021-26 ծրագրին հակառակ գործելն է։ Նրանց ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններից հետո ներկայացրած կառավարության ծրագրով այս ընթացքում այդ ծրագրով ներկայացվածի ճիշտ հակառակ տրամաբանությամբ է գործել եւ դա վերաբերում է թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերին։